Սահակյան, երբ նայում ենք պետական վիճակագրությունը, տեսնում ենք հարկային հավաքագրումների աճ, տուրքերի հավաքագրումների աճ։ Իմ հարցը հետևյալն է, եթե իհարկե ունեք այդ վիճակագրությունը այս պահին ձեր մոտ, այդ աճը որքանով է պայմանավորված տնտեսական աճով, իսկ որքանով է պայմանավորված օրենսդրական փոփոխություններով։ Օրինակ, այս փոփոխությունները, որը դուք մտցնում եք, տուրքերի վրա աճ է ունենա, այսինքն տուրքերը դրանով աճելու են գումարները։ Դե 30,000-ը 35,000 եք դարձնում մեծ ծավալի բեռնափոխադրումների համար։ Դա չի կարող ֆիսկալ ազդեցություն չունենա։ Դուք որոշակի գնահատական ունեք այդ ֆիսկալ աճը, որը մենք տեսնում ենք եկամուտների, ինչքանով է պայմանավորված, օրինակ ավելի շատ բեռներ են գնում գալիս, Հայաստանը դարձել է տրանզիտային խաչմերուկ, թե ուղղակի նույն քանակությամբ մեքենաներ են գնում գալի, բայց հիմա 30,000-ի փոխարեն 35,000 դրամ են վճարում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, հարգելի պարոն Խաչատրյան, նախ Տուրքին անդրադառնամ, Տուրքի բեռը չի արվելանում տնտեսվարողների մասով, ինչպես ես նշեցի, տնտեսվարողները այսօր 5,000 դրամ վճարում են սահմանահատելիս եւ տվյալ դեպքում 60 տոննայից ավել ներմուծումների դեպքում 30,000 էլ վճարում են մաքսային ձևակերպումները կատարելիս։ Հիմա մենք 5,000 դրամը հանում ենք եւ միասնական դարձնում ենք 35,000 դրամ։ Մնացած բոլոր քանակային քաշերի դեպքում նվազում է պետական Տուրքի դրույքաչափը, հետեւաբար սա լրացուցիչ բեռ տնտեսվարողների վրա չի լինի։ Ֆիսկալ առումով ասեմ, որ սա ամսական միջինում այս գծով պետական Տուրքը մոտ 35 միլիոն դրամի մասին է խոսքը։ Ինչ վերաբերվում է ընդհանուր վերլուծությանը, այս պահին թվեր չունեմ ինձ մոտ, բայց բնականաբար մենք գործոնային վերլուծություններ անում ենք եւ ընթացքում կներկայացնենք, թե օրենսդրական փոփոխությունների արդյունքում ինչքան է եղել վարչարարությունը եւ նաեւ տնտեսության էֆեկտը ինչքան է։ Շնորհակալություն։ Արձագանք։ Լավ, այդ դեպքում որպեսզի լրացուցիչ թղթաբանություն չգեներացնենք, հարցում պատասխան եւ այլն, պիտի խնդրեմ, որ երկրորդ ընթերցման ժամանակ այդ տեղեկությունը ներկայացնեք, լավ։ Տուրքերի աճը պայմանավորված է տնտեսական ակտիվության աճով, թե դրույքների աճով։ Կոնկրետ այս դեպքը հանենք ընդհանուրի մասին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, կներկայացնենք անպայման։